Ես պետք է բոլորիդ հիշեցնեմ, որ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնացել է իրեն վաղեմի գործընկերոջ մոտ։ Երևի թե մոռացել եք, որ 20 թվականին նոյեմբերից անմիջապես հետո տիկին Ուրսուլան գնացել է Ադրբեջան եւ պարգև է տվել 2 միլիարդանոց պայմանագիր ստորագրելով ահա այդ միջազգային հանցագործ հանդիսացող Իլհամ Ալիևի հետ։ Այնպես որ այս օրերին իր այդ տրիպը Ադրբեջան գնալ եւ Հայաստան, դա այդպես չի, որ հանկարծակի ինքը մտածել է բարձրացնի իր ենթակաների, այսպես ասած, ռեյտինգը։ Նա շարունակում է այն գործունեությունը, որի համար իրեն առաջ են քաշել ոչ թե Եվրոպայի ժողովուրդները, այլ հայտնի ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները։ Եվ այս առումով մենք պետք է հասկանանք, որ ոչ թե մենք գործ ունենք այդ գրեթե անմեղսունակ քաղաքական անմեղսունակություն տարապող քաղաքացիական պայմանագիր կուսակցության կոչված անձանց հետ։ Մենք գործ ունենք ամենապղտոր, շարունակում եմ, ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների ներկայացուցիչների հետ, որոնք արդեն հմուտ են, թե նախկինում որպես գաղութատերեր եւ հիմա տիրապետում են ամբողջովին քաղաքական մանիպուլյատիվ տեխնոլոգիաներին։ Հայաստանը հերթական զոհն է այդ մանիպուլյացիաների։ Ես հստակեցնեմ, որ տարիներ շարունակ 20 թվականից հետո ես միշտ ասել եմ Արյունոտ Ուրսուլա եվրոպական գրականության մեջ հայտնի է այդպիսի անվանում եւ այսօր Հայաստան է եկել ահա այդ տիկինը, որը իրապես իրավունք չունի այլ անունով կոչվել, քան Արյունոտ Ուրսուլա։ Եվ մյուսը, որ ես կցանկանայի ասեի, ասում են մի դրական բան չեն արել ԿՊԱ-ականները, արել են այսօր կալանավորման, նախնական կալանավորման վայրերում, տնային կալանքում գտնվող եւ մինչ այդ եւ հիմա հետապնդվող մարդկանց կրթական մակարդակը կտրուկ բարձրացել է։ Մի նայեք ովքեր են այսօր հետապնդվում։ Այդ բոլորը նշանակում է, որ այսօրվա այս ԿՊԱ-ականների առաջնորդ իրեն համարող անձը պարզապես շարունակում է, ինչպես ինքն է ասել, էլիտաների դեմ իր պայքարը, անկտրուն եւ ինքը շարունակելու է դա, մինչեւ որ մենք չկարողանանք միասնական ձայն բարձրացնենք եւ ի տարբերություն այսպես կոչված իրական Հայաստանի ցույց չտանք իսկական Հայաստանի դեմքը։ Ես կոչ եմ անում բոլոր հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, քաղաքական բոլոր կազմակերպություններին անպայման շտեմարան ստեղծել այս բոլոր տարիների, այս բռնոցի բաց թողածու այդպիսի խաղի բոլոր այդ մարդկանց ցուցակը։ Մենք պարտավոր ենք ուղղակի դիմել թե ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին եւ թե Եվրոպայի պայմանագրային մարմիններին ցույց տալու համար, թե քանի տասնյակ մարդկանց հետապնդում է տեղի ունեցել եւ ես որպես մարդու իրավունքների Հայաստանում առաջի պաշտպան դժվարանում եմ արդեն ասել, թե որ մի իրավունքը չի ոտնահարվում Հայաստանում։ Դժվար է միջև անգամ նշել, որ մի իրավունքը քաղաքական, անձնական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, մշակութային, որ մի իրավունքը չի ոտնահարվում Հայաստանում։ Եվ այսօր մենք գտնվում ենք մի
հզոր մարտահրավերի առջև, ու մենք պետք է ցույց տանք, որ այդ մարտահրավերները մենք կարողանում ենք հաղթահարել։ Հակառակ պարագայում այս ինչը կոչվում է իշխանության զավթում, իշխանության յուրացում եւ որը սահմանադրության երրորդ կետով երրորդ տարբերությամբ հանցագործություն է, շարունակվելու է, որովհետև եթե հանցագործությունը չի պատժվում, նա կրկնվում եւ ավելի ու ավելի դաժան ձև է ընդունում։ Ես հույսով եմ, որ մեր այսօրվա ձայնը կհասնի ոչ միայն այդ հյուրին անկոչ, այսպես ասած, այլ կհասնի Հայաստանի Հանրապետության հասարակությանը։ Հիշեցնեմ, Հայաստանը ավելի պաշտպանված չէ, քան Արցախը։ Արցախի հանձնումը դա դաս պետք է լինի Հայաստանի քաղաքացիների համար։ Այսօր մենք գիտենք, որ նոր օրենք են ուզում ընդունել, զրկելով Հայաստանի Հանրապետության գրեթե 1 միլիոն քաղաքացիներին, որոնք տարբեր պատճառներով ապրում են, հայտնվել են տարբեր պետություններում, ուզում են զրկել ընտրելու իրավունքից։ Դա ես էլի եմ ասում, դա վերջ չի, դա սկիզբ է նոր բռնաճնշումների ալիքի։ Ոչ եմ անում բոլորիս միասին մի երկու բառ ասել. Ursula, shame on you, shame on you, shame on you։ Դու եկել ես Հայաստան որպես չորրորդ դասի մի երկիր, արհամարելով Հայաստանի Հանրապետությունում օրվա իրավիճակը։ Եվ վերջին խոսքս ես ուղղում եմ մեր անցալի սև բիրետավորներին։ Շնորհակալություն։ Դուք միշտ մասնակցում եք մեզ հետ բոլոր բողոքներին։ Եվ ես հույսով եմ, որ ձեր մեջ ուշ թե շուտ, ավելի լավ է շուտ, կարթնանա հենց ոչ թե բերետի վրա գրածը, այլ բերետի տակ ձեր ուղեղը կաշխատի։ Եղեք խելոք, եղեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլ ոչ թե իշխանության ենթակա։